Իմ քերին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թորնիկը Աղաջան Ջանոյանը զոհվել այդ պատերազմում։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի սրիկայաբար բառը բորբոքեց ոչ միայն տեղում նստած ՔՊԱ-ականներին, այլև նիստվարող փոխնախագահ Հայկ Կոնջորյանին, որը Ղազարյանին նախազգուշացում տալով չբավարարվեց ու իր հերթին անցավ ուղիղ սպառնալիքների։ որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Կարգի հրավիրեք ձեր падգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Մինչ Կոնջորյանն այսպես սպառնում էր չափավորել, էվակուացնել, դուրս շպրտել Ղազարյանին, падգամավորները վեճը տեղափոխեցին միջանցք։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Ռուբինյանը, որը վեճը սկսվելուն պես դահլիճ վերադարձավ, միացավ միջանցքում հարցեր պարզող падգամավորներին նրանց բաժանելու համար։ Իրավիճակը ձեռնամարտի բարեբախտաբար չվերացվեց։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասում է, ամեն րոպե ջանք է անձամբ գործադրում, որ ազգային ժողովում աշխատանքները շարունակեն ընթանալ պայմանավորված բարեկրթության մթնոլորտում։ Քաղաքական խոսույթի շրջանակներում բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուր քննադատության ենթարկել, որովհետև կա քննադատության շատ տեղեր, բոլոր ոլորտներում։ Մեր միակ փոփոխությունը, որ կարևոր այս ձևաչափի մեջ, որ մենք տեսնում ենք, դա խոսույթի փոփոխություն ազգային ժողովում, որը մենք քննադատել ենք նախընտրական շրջանում բազմաթիվ անգամներ։ Բայց վիրավորական այո, դա ամեն ժամյա ես աշխատանք եմ տանում ու ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ։ Մենք իրար հանդեպ ունենք խորը անջրպետ։ Падգամավորները դահլիճ են վերադառնում, բայց Ղազարյանը ոչ, ավելին նա հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին ու հեռանում է ազգային ժողովից։ Այսօր ինձ ոչ մի հարց չկա։ Բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Նիստը մեկնարկելուն պես Ռուբինյանը հայտարարում է Ղազարյանը պետք է ներողություն խնդրի, ՔՊ-ի համբերությունը շուտով կարող է հատել։ Նարեկ Կարապետյանն ասում է համամիտ են, որ Ղազարյանը խախտել է բարեկիրթ բանավեճի իրենց պայմանավորվածությունը։ Դա բարեվարկության նորմին խախտում էր։ Բոլորս համբերատար ենք, բոլորս գիտենք, որ չենք ուզում մեր հասարակության աչքին ցույց տանք այն, ինչ որ հետո կամաչենք դրանից։ Նարեկ Կարապետյանը նաև հայտնում է խմբակցությունով նիստ են անցկացնելու արդյունքների մասին տեղյակ կպահեն։ Խմբակցության նիստը մեր տեղեկություններով կիսատ է այսօր մնացել, ինչ են որոշել Էդգար Ղազարյանի առնչությամբ, արդյոք նրան կստիպեն վայր դնել մանդատը, պարզ կդառնա միայն առաջիկա օրերին։ Խորհրդարանի առաջին նիստին էին իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվել չկրկնել նախկինի ավանդույթներն ու մնալ բարեկիրթ բանավեճի սահմանում։ Սա մոտ 2 շաբաթ առաջ ձևավորված խորհրդարանի արդեն երկրորդ միջադեպն է։